այսօրվա Աստծո խոսքի պատգամը վերցված է Սաղմոս 65-ից, որը ամբողջությամբ գոհության Սաղմոս է, գոհության, շնորհակալության, փառաբանության Սաղմոս ուղղված առ Աստված։ Եվ Սաղմոսերգուն է այստեղ ցնծությամբ, ուրախությամբ լցված իր փառաբանությունն է բերում առ Աստված եւ իր մեծարանքն է բերում Աստծո առջև։ Այո, կա գոհություն, շնորհակալություն, երկրպագություն, բայց նաև հավանաբար ձեր կյանքի մեջ կամ երբ որ մեր շուրջը դիտարկենք, կտեսնենք, թե որքան մարդիկ կան, սիրելիներ, ովքեր որ իրենց կյանքում լցված են դժգոհությամբ, միշտ չգոհացող են, միշտ բաներ կան, որոնցից որ գոհ չեն, միշտ բաներ կան, որոնցից դժգոհ են, միշտ բաներ կա, որոնցով ուրախ չեն եւ իրենց բավարարված չեն զգում, միշտ ինչ-որ մի բան կա, որ դեռևս հերիք չի իրենց համար, դեռ բավարար չի, ինչ-որ մի բան կարծես թե կիսատ է նման մարդկանց կյանքի մեջ։ Այո, շատ դժգոհող մարդիկ կան, ովքեր որ աշխատանք չունեն, դժգոհում են, երբ որ աշխատանք չունեն, գործի են ընդունվում, հիմա էլ դժգոհում են, որ աշխատանք ունեն, որտեղ ստիպված են առավոտյան շուտ արթնանալու, գործի գնալու, ծանրաբեռնված աշխատելու եւ այլն։ Մարդիկ կան դժգոհ են, որ միայնակ են ապրում եւ երբեմն էլ դժգոհ են լինում, որովհետեւ ընտանիքը մեծ ընտանիք է եւ հիմա էլ այս պատճառով են դժգոհում։ Եթե նայենք դժգոհություններին, շատ բաներ կա մեր կյանքի մեջ, որ մենք կարող ենք ուրախ չլինել, միշտ կլինել բաներ, որոնց կարիքը միշտ կունենանք, միշտ կլինի բաներ, որ կպակասի մեր կյանքից, միշտ կլինեն բաներ, որ մեզ միշտ կարծես թե չի բավարարի, միշտ կլինեն մեր կյանքի մեջ բաներ, որ մեզ նորից չի գոհացնի։ Եվ երբ որ այս ամենը դիտարկեցի, հետեւյալ կարևոր բանը հասկացա, որ գոհությունը, սիրելի եկեղեցի, դա ներքին հոգևոր վիճակ է, որը Աստծո առջև արտահայտվում է շնորհակալությամբ։ Գոհությունը սա վիճակ է, ոչ թե նյութական ճոխ ինչ որ բանի ունենալ է, այլ հոգու սրտի առողջ վիճակ Աստծո առջև։ Սաղմոս 65-ը Աստծո հանդեպ գովասանքի խոսքեր են, լցված լի հույսով, վստահությամբ եւ շնորհակալությամբ, այն հնչում է որպես տոնակատարության, գոհության աղոթք, փառաբանում է Աստծո տված փրկության, ողորմության եւ ստեղծագործության համար։ Սաղմոս 65-ը Դավթի գովերգն է ուղղված Աստծուն։ Մեզ հրավիրում է մեր կյանքի բողոքավոր եւ չգոհացող վիճակի մեջ մի պահ կանգ առնել։ Այս Սաղմոսը մեզ մի պահ կանգ առնել է տալիս մեր դժգոհությունների մեջ, մեզ ստոպ է տալիս, կանգ առնել է տալիս այս վիճակի մեջ, Աստծուն շնորհակալություն հայտնելու եւ ճանաչելու Աստծո անսահման բարությունը եւ հոգատարությունը, մեր ուշադրությունը կենտրոնացնելու ոչ թե այն բաների վրա, որ չունենք, այլ կենտրոնացնելու այն բանի վրա, որ Աստված շնորհել է մեզ, այն բաների վրա, որ Աստված առատությամբ տվել է տալիս է իր ժողովրդին։ Այս Սաղմոսը մի կարևոր երկխոսություն է մարդու եւ Աստծո միջև։ Այն սկսվում է գովաբանությամբ, շնորհակալությամբ եւ Աստծո զորության նկարագրությամբ եւ ավարտում է այն կյանքի օրհնության պատկերներով։ Այն խոսում է հավատքի, աղոթքի եւ շնորհակալության մասին։ Այս պատգամը ամփոփվում է հետեւյալ նախադասությամբ. մենք որպես Աստծո կողմից արարվածներ եւ նրա կողմից փրկվածներ պիտի գանք Աստծո առջև գոհությամբ եւ շնորհակալությամբ, քանի որ նա հոգ է տանում մեզ համար եւ տալիս է հոգևոր եւ նյութական բարիքներ, հոգևոր եւ նյութական բարիքներ օրհնելու մեր կյանքը, օրհնելու մեր հոգին, օրհնելու մեր կյանքը եւ ընթացքը։ Ձեր ուշադրությունն եմ դարձնելու առաջի հատվածը, սիրելիներ, որի վերնագիրը հետևյալն է. գովաբանություն եւ շնորհակալություն Աստծուն հոգևոր օրհնությունների համար
Եվ Սաղմոս 65 1-4 հատվածներն եմ ընթերցելու եւ հիմա համար առ համար պիտի գնանք։ Եվ առաջի համարը ձեր ուշադրության տակ է։ Ով Աստված, քեզ օրհնություն է վայելում Սիոնի մեջ եւ կատարվում է այն, ինչ ուխտել են քեզ։ Եվ տեսնում ենք, որ Դավիթը սկսում է այս Սաղմոսը Աստծուն գովաբանելով եւ գովաբանության հռչակումով, ինչը դառնում է Սաղմոսի հիմնական թեման, որով նա կոչ է անում ժողովուրդներին գալ Աստծո քաղաքը եւ գովաբանել կենթանի Աստծուն։ Դավիթը իր գովերքի մեջ խոստանում է, որ նախապես ժողովրդի կողմից տրված հավատարմության ուխտը անպայման կկատարվի, որովհետև այս հավատարմության ուխտն է, որ առիթ է դառնում Աստծուն գովաբանելու, նրան մեծարելու եւ նրան օրհնաբանելու։ Սաղմոս 29:1-2 համարներն ասում է. «Տվեք Տիրոջը, ով Աստծո որդիներ, տվեք Տիրոջը փառք եւ զորություն, տվեք Տիրոջը իր անունի փառքը, երկրպագեք Տիրոջը սրբության զարդարանքով»։ Երկրպագել Աստծուն սրբության զարդարանքով նշանակում է Աստծուն մոտենալ մաքուր, խոնար եւ անկեղծ սրտով, հնազանդությամբ եւ սրբակենցաղ վարքով, այսինքն ոչ միայն խոսքով փառաբանել կամ շնորհակալ լինել Աստծուն, այլ նաեւ մեր ապրած կյանքի միջոցով ցուցաբերել մեր դիրքը, մեր շնորհակալ դիրքը Աստծո հանդեպ։ Ասում է սրբության զարդարանքով գալ Աստծո առջև։ Սա նշանակում է սրբությամբ զարդարված վիճակ, ոչ թե շեշտը դրված է արտաքին հագուստի եւ ձևի վրա, այլ ներքին մաքրության վրա, այլ ներքին անարատության վրա, այլ ներքին խոնարհության եւ հնազանդության վրա, ներքին հեզության վրա, որովհետեւ մենք որպես մարդ արարածներ շատ հեշտությամբ կարող ենք խաբել մեր շուրջը գտնվող մարդկանց։ Շատ հեշտությամբ կարող ենք ցույց տալ մարդկանց, որ մենք որքան ենք սիրում իրենց։ Կարող ենք շատ հեշտությամբ խաբել մարդկանց, թե որքան հավատարիմ ենք կամ հնազանդ ենք կամ որքան խոնարհ ենք։ Եվ նույն կերպ էլ Աստծո հանդեպ շատ ու շատ մարդիկ կարող են այսպես ցույց տալ, որ իրենց սիրտը կարծես թե շիտակ է Աստծո առջև, բայց ներքին կյանքի մեջ, ներքին համոզումներում դա այդպես չլինի։ Եվ դրա համար Սաղմոսերգուն խոսում է սրբության զարդարանքով, ներքին զարդարանքով գալու Աստծո առջև եւ նրան երկրպագելու։ Ինչ է նշանակում երկրպագություն։ Նշանակում է խոնարհվել, փառք տալ, ընդունել Աստծո գերազանցությունը եւ նրան սիրով եւ հնազանդությամբ ծառայել, ինչպես որ վայել է Սուրբ Աստծուն պաշտամունք մատուցելը, ընդունել նրա գերազանցությունը, որ նա վեր է, նա մեծ է եւ դու գտնվում ես նրա իշխանության ներքո։ Եվ դրանից ելնելով գալիս ես Աստծո առջև շնորհակալությամբ, գալիս ես Աստծո առջև գոհությամբ։ Հաջորդ համարն ասում է, երկրորդ համարը, որ դու լսում ես աղոթքը։ Ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ Դավիթը սկսեց Սաղմոսը գովաբանությամբ եւ հիմա նշում է, թե ինչ բաների համար է գոհանում։ Այո, մենք գոհանում ենք, բայց հիմա այստեղ շարունակում է, թե ինչ բաների համար մենք պիտի մեր շնորհակալությունը եւ գոհությունը հայտնենք։ Դավիթն ասում է, որ դու լսում ես աղոթքը, նշանակում է, որ Աստված ուշադրություն է դարձնում իր ժողովրդին, ընդունում է նրանց խնդրանքները եւ արձագանքում է ամեն մի աղոթքի։ Նա կենթանի Աստված է, ով լսում եւ գործում է, ով լսում եւ պատասխանում է։ Եվ ասում է ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ Ընդգծում է, որ Աստված հասանելի է բոլորին, անկախ տարիքից, անկախ սեռից, անկախ հասարակական դիրքից, անկախ ունեցած կրթությունից, Աստծո առջև բոլորը հավասար են։ Եվ Աստծո համար բոլորը լսելի են եւ Աստված մեզնից հեռու է միայն մեկ աղոթքի չափ։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 6-րդ համարն ասում է. «Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը,
փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Այստեղ 3 կարևոր բան կա, որ շեշտադրված է։ Հետևյալը, երբ դու աղոթք կանես, մտիր քո սենյակը, առանձնացիր։ Ես ուզում եմ հարցնել, սիրելի եկեղեցի, մեզանից քանիսն են, որ ունեն իրենց սենյակը, որտեղ որ Աստծո հետ կարող են առանձնանալ։ Այստեղ խնդիրը չեմ դնում ֆիզիկական, այսինքն մեկ սենյակ, այլ խնդիրը առանձնանալ, մենակ, առանձին Աստծո հետ ժամանակ անցկացնելը։ Եվ այստեղ ասում է մտիր քո սենյակը, որից հետո ասում է փակիր դուռը։ Ինչու՞։ Որպեսզի քեզ եւ Աստծո միջև հարաբերությանը որևէ խանգարող բան չլինի։ Մտիր քո սենյակը, առանձնացիր եւ դուռդ փակիր եւ ծածուկ աղոթիր եւ քո հայրը, որ լսում է քեզ, ինքը քեզ կպատասխանի, հայտնապես քո աղոթքին կպատասխանի։ Եվ այստեղ տեսնում ենք հետևյալ կարևոր շեշտադրումը՝ առանձնանալ։ Ուզում ենք, որ մեր աղոթքները պատասխանվեն, ապա ժամանակ պիտի տրամադրենք առանձնանալու Աստծո հետ եւ ամեն աշխարհային բաներից կտրվելու, ամեն բան մի կողմ դնելու, որպեսզի քեզ չխանգարի կենտրոնանալ Աստծո վրա։ Ուրեմն եկեք իմանանք, եկեք հասկանանք եւ լուրջությամբ մոտենանք այս աղոթքի կյանքին, որովհետև այո, շատերը աղոթքի ժամ կարող են ունենալ, բայց ոչ թե աղոթքի կյանք։ Աղոթքի կյանք սա ամբողջությամբ հարաբերություն է Աստծո հետ։ Եթե ունենք մենք այդ աղոթքի կյանքը, անհնարին է, որ մեր սերը չաճի Աստծո հանդեպ, անհնարին է, որ մեր Աստված ճանաչողությունը չբարձրանա մեր կյանքի մեջ, անհնարին է, որ մենք կրկնակի խոնարհությամբ ու երկրպագությամբ ու շնորհակալ սրտով Աստծո առջև չգանք։ Ուրեմն, սիրելիներ, ունեցեք այդ առանձնանալու սենյակը, որպեսզի Տիրոջ հետ առանձնանաք եւ ձեր աղոթքը բարձրացնեք առ Աստված։ Երրորդ եւ չորրորդ համարը, երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։ Երանի այն մարդուն, որին ընտրում ես դու եւ ընդունում, որ բնակվի քո գավիթներում, պիտի կշտանան քո տան սուրբ տաճարիդ բարիքներովը։ Դավիթը խոստովանում է, որ մեղքերը ծանր բեռ է, սակայն Աստված իր մեծ ողորմությամբ ներում է մեր մեղքերը եւ վերականգնում է մեզ, որպեսզի մնանք իր հետ հաղորդակցության մեջ։ Երջանիկ է, սիրելիներ, այն մարդը, որին Աստված ընտրում է եւ ընդունում է իր տան մեջ, իր ներկայության մեջ։ Երանի են մարդուն, ով որ Աստված ներում է նրա մեղքերը։ Սաղմոս 78:36-38 համարներն ասում է. կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով եւ իրենց լեզվով սուտ էին ասում նրան, եւ նրանց սիրտը ուղիղ չէր նրա առջև, եւ հավատարիմ չէին նրա ուխտին, հավատարիմ չէին Աստծուն, նրանք սուտ էին խոսում, նրանց սրտերը ուղիղ չէր Աստծո առջև։ Եվ 38-րդ համարն ասում է. բայց նա ողորմած էր, քավում էր անօրենությունը եւ չէր ապականում եւ շատ անգամ զսպում էր իր բարկությունը եւ չէր բորբոքում իր ամբողջ ցասումը, բայց նա ողորմած էր։ Նա ճանաչելով մարդուն, որ մարդը ստախոս է, որ մարդու սիրտը իր հանդեպ ուղիղ չէ, նա իրականությունը շեղում է Աստծուց եւ իրականությունը չի փոխանցում Աստծուն, բայց միևնույն ժամանակ այստեղ խոսում է, բայց նա ողորմած է։ Բայց նա ողորմած է բոլոր նրանց համար, ովքեր որ ապաշխարությամբ ու խոնարհությամբ կգան նրա առջև։ Եվ այստեղ կրկին մենք պիտի գոհանանք եւ մեր շնորհակալությունը հայտնենք առ Աստված, սիրելիներ, որովհետեւ Աստված ճանաչելով մեզ որպես մեղավոր անձիկ, ինքը գալիս է ողորմությունով, գալիս է գթությունով
եւ մեզ առիթ է տալիս, հնարավորություն է տալիս վերադառնալու իրեն։ Աստված անմիջապես մեզ չի դատում մեր հանցանքների ու մեղքերի համար, այլ հնարավորություն է տալիս վերադառնալու, գիտակցելու, թե ինչ արեցինք։ Եվ Սաղմոսերգուն այստեղ կրկին գոհանում եւ շնորհակալություն է հայտնում Աստծուն իր մեծ ողորմության ու գթության համար, որ ցուցաբերում է։ Սիրելիներ, Դավիթը գովաբանում է Աստծուն այն բանի համար, որ Աստված իր շնորհքով եւ ներկայությամբ աղոթքներ լսող, մեղքեր քավող եւ իր ընտրությամբ եւ ընդունելությամբ փրկություն շնորհող Աստված է։ Եվ եկեք մեկ համար կա, որ կուզեմ միասին ընթերցենք։ Այս համարը բոլորս միասին ընթերցենք։ Գոհանում ենք, Տեր, որ դու աղոթքներ լսող, մեղքեր ներող եւ փրկություն շնորհող Աստված ես։ Ամեն։ Երկրորդ հատվածին գալով 65-րդ գլուխ 5-ից 8 համարները ասում է. զարհուրելի, այլ թարգմանության մեջ ահեղ գործերով ես պատասխանում մեզ, արդարացում տալով, որ մեր փրկության Աստված, դու որ երկրի բոլոր ծայրերում եւ ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես հանդիսանում։ Ահեղ Աստված ես, դու զորեղ Աստված ես, եւ սա նշանակում է վաղ, երկյուղ ներշնչող, զորավոր, զարհուրելի, պատկառելի, մեծ ուժով եւ իշխանությամբ լի Աստված է նկարագրում։ Դավիթը հիշում է Աստծո օրհնությունների մեկ այլ չափում, նրա նախախնամությունը, զորությունը, երկյուղը եւ նրա գերիշխանությունը, որոնք կարգ եւ կառուցվածք են բերում ամբողջ արարչագործության մեջ, մարդկային կյանքի մեջ։ Այն ընդգծում է Աստծո զորությունը, արդարությունը եւ նրա համընդհանուր փրկարար բնույթը։ Աստված զարհուրելի է իր զորությամբ, արդարությամբ եւ փրկությամբ։ Նա ոչ միայն Իսրայելի Աստվածն է, այլև բոլոր ազգերի միակ հույսը եւ փրկությունն է հանդիսանում։ 6-ից 8 համարները շարունակում է ասելով, որ իր զորությամբ հաստատում է լեռները եւ զորությամբ է գոտեպնդված, որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը եւ ազգերի խռովությունը, որ երկրի ծայրերումը բնակվողները վախենան քո նշաններից, այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։ Աստված իր զորությամբ հաստատեց լեռները, նա կառավարում է ողջ ստեղծագործությունը, հնազանդեցնում է ծովերի աղմուկը եւ նրա ալիքները։ Բացի այդ, Տերը հանգստացնում է ազգերի խռովությունները, նրա գերիշխանությունը տիրում է ամեն ինչի վրա, թե անշուչ առարկաների, թե կենդանի գոյերի, թե հավատացյալների եւ թե անհավատների վրա։ Մեր կյանքի խռովությունները ու անհանգիստ պահերը նման են ծովի ալիքներին, բայց Սաղմոսը հիշեցնում է, որ Աստված կարող է լռեցնել այդ ձայները։ Աստված իր զորությամբ եւ իր ներկայությամբ խաղաղություն է բերում մեր հոգիներին։ Եվ որքան խռովություններ կարող են լինել մեր կյանքի մեջ, որքան ալեկոծություններ, որքան փոթորիկներ կարող են լինել մեր կյանքի մեջ եւ մեր մտքի մեջ, Աստված կարող է իր ներկայությամբ ամեն բան խաղաղեցնել եւ լռեցնել եւ ամեն բան մեր կյանքի մեջ դնել իր ճիշտ տեղում։ Աստված վերահսկում է լեռները, ծովերը, ժողովուրդներին եւ մարդկային կյանքերը։ Սաղմոսերգուն գոհանում է Աստծուց, որովհետեւ նա զորավոր եւ արդար Աստված է, որ իր զարմանահրաշ գործերով փրկում է ժողովրդին, իշխում բնության եւ ազգերի վրա ու տարածում փրկության ուրախություն ամբողջ աշխարհում։ Եկեք կրկին ընթերցենք հետևյալ տողերը, սիրելիներ, բոլորս միասին։ Գոհանում ենք, Տեր Աստված, քո զարմանահրաշ գործերի համար, որով փրկում ես ժողովրդին, իշխում ես բնության եւ ազգերի վրա ու տարածում ես փրկության ուրախություն ամբողջ աշխարհում։ Փառք Տիրոջը։ Երրորդ կետը 9-ից 13 համարները ասում է. դու հոգ ես տանում երկրին,
եւ ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն, Աստծո գետը լիքն է ջրով, ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն, դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկեցնում ես այն եւ օրհնում նրանից բուսածը, դու տարին պսակում ես բարիքներով եւ քո հետքերը պարարտություն են կաթեցնում։ Նրանք ովքեր, սիրելի եղբայրներ եւ քույրեր, նրանք ովքեր որ ապրել են գյուղում կամ գյուղի հետ կապ են ունեցել, վստահ եմ տեսած կլինեք մարդիկ, ովքեր որ հողը մշակում են եւ կարտոֆիլ են ցանում կամ ինչ-որ նման մեկ բան, երբ որ անցորդ է անցնում այդ կողմով, այդ մարդուն հետեւյալն է ասում. Աստված մեկը 1000 անի։ Սա օրհնանքի խոսք է այդ մարդուն եւ այստեղ տեսնում ենք երկու կարևոր բան. մարդը իր աշխատանքն է կատարում, իր քրտինքով իր հացը վաստակելու, բայց նաեւ երկրորդ կարևոր բանը կա. նա հավատում է, որ Աստված օրհնելու է իր ձեռքի աշխատանքը, այն ինչ որ անում է Աստված, տասնապատիկ օրհնելու է դա։ Եվ նույն կերպ էլ մենք էլ աշխատում ենք, մենք մեր գործերը ունենք, մեր աշխատանքը ունենք, Աստված թող օրհնի նաև մեր ձեռքի աշխատանքը։ Այս հատվածը պատկերում է այն, որ Աստված հոգ է տանում իր ստեղծած երկրի ու մարդկանց համար։ Աստված տալիս է ջուր, բերք, կենդանիներ եւ փարթամ արոտավայրեր։ Այս ամենը խորհրդանշում է նրա հոգատարությունը իր արարչագործության վրա։ Եվ 12-ից 13 համարները, վերջի համարները ասում է. Փարթամ են արոտավայրերը եւ բլուրները ցնծություն են հագել, արոտները լցված են ոչխարներով եւ հովիտները ծածկված են ցորենով, նրանք ցնծությամբ աղաղակում են եւ երգում։ Աստծո ձեռքը ոչ միայն հոգ է տանում մարդու համար, այլ նաեւ ողջ բնության, լցնելով այն առատ բերքով, խաղաղությամբ եւ ցնծությամբ, Աստծո տված օրհնությունը դաշտերին, արոտավայրերին, մարդկանց դարձնում են երգող եւ փառաբանող ստեղծագործություն։ Եսայա մարգարեության մեջ 51-րդ գլուխ 1-3 համարները հետեւյալն է ասում. Լսեք ինձ, ով արդարության հետևողներ, ով Տիրոջը փնտրողներ, եւ մարգարեն իր ուշադրությունն է, ժողովրդի ուշադրությունն է գրավել տալիս դեպի Աստված, ուշադրություն դարձնելու, լսելու, թե հիմա ինչ պիտի ասի, եւ նա ասում է. նայեք այն վեմին։ Սկիզբը մարդկանց ուշադրությունն է հավաքում ասելով լսեք, եւ որից հետո շարունակում է ասելով. նայեք այն վեմին, որից դուք կոփվել եք, եւ այն գուբին փոսին, որից դուք հանվել եք։ Երկու տեղ է նշում. այն վեմին, որից դուք կոփվել եք, այն վեմին, որը պատճառ դարձավ ձեզ համար ամրանալու, բարձրանալու, հաստատվելու, կանգնելու, զորանալու, ամրանալու, նայեք այն վեմին, նայեք Աստծուն, ով ձեր կյանքի մեջ պատճառ դարձավ մեծ օրհնության, պատճառ դարձավ, որ դուք ձեր ընկած տեղից բարձրանաք եւ կոփվեք, զորանաք, եւ հիմա ուշադրությունը ցած է ուղղել տալիս։ Նայեք այն գուբի փոսին, հիշեք եւ մի մոռացեք, թե որտեղից Աստված ձեզ հանեց։ Եվ սա կրկին մեր ներսը լցնում է շնորհակալությամբ, իմանալով մեկ բան, որ այո մենք վեր բարձրացանք, մենք ամրացանք, մենք ուժովացանք, մենք զորացանք, բայց սա մեր շնորհքը չէր։ Եթե մեր շնորհքին մնար, մենք տակավին այդ գուբի փոսի մեջ պիտի լինեինք։ Դրա համար ասում է նայեք վեր, որտեվ Աստված պատճառ դարձավ ձեր կյանքի մեջ, որպեսզի դուք օրհնվեք, դուք զորանաք, ամրանաք եւ հաստատվեք։ Եվ նաեւ ասում է. նայեք Աբրահամին, ձեր հորը, Սառային, որ ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի եւ օրհնեցի ու բազմացրի։ Եվ հիմա ուշադրությունը գրավել է տալիս պտղաբերության վրա, զավակներ ունենալու վրա, որ նայեք Աբրահամին։ Ով էր Աբրահամ։ Մեկն էր, ով որ ամուլ էր։
Մեկն էր, որ զավակ չէին կարողանում ունենային, բայց ասում են նայեք նրան, եթե դուք տեսնում եք, որ ձեր կյանքը պտղաբեր չէ, ապա նայեք նրան, որովհետև Աբրահամին օրհնեցի եւ զավակներ տվեցի եւ իրենց կյանքը հարստացրեցի ոչ թե միայն նյութական օրհնություններով, այլ զավակներով եւ շարունակում է ասելով, որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց եւ նրա ամայի վայրերը Տիրոջ պարտեզի։ Ցնծություն եւ բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհություն եւ օրհներգության ձայներ։ Աստված ունի զորություն սիրելի եկեղեցի, անապատ վայրերը ծաղկեցնելու, ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր կյանքում։ Նա անպտուղ կյանքը փոխում է պտղաբերությամբ եւ անպտուղ հոգևոր կյանքը դարձնում է Սուրբ Հոգու պտուղներով հաստատված կյանք։ Ուրեմն Սաղմոսերգուն գոհանում է Աստծուց, որովհետև նա հոգ է տանում երկրի համար, օրհնում է այն առատ բերքով եւ բարիքներով եւ ամբողջ արարչագործությունը ուրախությամբ փառաբանում է իր արարչին։ Եկեք կրկին ընթերցենք բոլորս միասին այս գոհության խոսքերը ասելով. գոհանում ենք Տեր, որովհետև դու հոգ ես տանում երկրի համար, օրհնում ես այն առատ բերքով եւ ամբողջ արարչագործությունը ուրախությամբ փառաբանում է քեզ որպես արարիչ Աստված։ Ամփոփելով սիրելիներ, Դավիթը գովաբանում եւ իր շնորհակալությունը հայտնում Աստծուն, որպես զորավոր, արդար ու սիրով լեցուն փրկիչ, որ ողորմությամբ աղոթքներ է լսում, մեղքեր է քավում, աշխարհին առատ օրհնություններ է տալիս, իշխում բնության եւ ազգերի վրա եւ ամբողջ արարչագործությունը ուրախությամբ փառաբանում է իր խնամատար արարչին։